Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 9-ի համար, բոլոր ամսվա ծնված նշանների համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մարտի 9-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ինչ-որ մեկին եք սպասելու առավոտյան, կամ ինչ-որ բանի եք սպասելու, միգուցե հյուր է, նաև հրավերք ունեք առիթի, կամ ձեզ գրավիրան, կամ դուք գրավիրեք մարդկանց, այդպես է, կարող հյուրը դրա համար է, նաև ոչ է հարցում հաղթանակած դուրս կգաք, ինչ-որ մի բանը ձեր օգտին է ավարտվելու, նաև օցեր ունեք այդ օրը ձեր շրջապատում, նախանձ մարդիկ, օցություններ, այդպես, նաև բամբասանք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 9-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, նաև հյուրեր կարող եք ընդունել, դուք գնալ հյուր, հանդիպում շփում ձեր ընկերոջ հետ, հանկարծակի լուր կլսեք այդ օրը, օձերից նորություն կամ իրենց մասին կլսեք, կամ իրենք ձեզ ինչ-որ մի բան կասեն։ Հաջողություն ունեք ձեր գործերում, այն ինչ-որ այդ օրը կանեք, և ինչ-որ մի բանից հեռացում է, բաժանում է, միգուցե ժամանակավոր է, միգուցե նաև ինչ-որ մի բան եք տալիս հաճախորդին և վերջ գնում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։
Ինչ է սպասվում եկվորյակներին մարտի 9-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օր առավոտյան կարող ինչ-որ մեկի հետ վիճել, նաև կարող տուն մաքրել, հետո նոր գնել աշխատանքի կամ ինչ-որ պահել։ Հանկարծակի լուր կլսեք այդ օրը, հաջողություն ունեք ձեր գործերում, ձեր այն ինչ-որ կանեք այդ օրը, նաև հրավերք, ոչ առիթի կամ դուք մարդկանց կհրավիրեք ձեր տուն, գումար կստանաք, դա ձեր հաղթանակած եք դուրս գալու, դա կարող է լինել վարկի ստացում, դա կարող է լինել աշխատավարձի ստացում, որը ձգձգում էին, և գումար էլ կծախսեք կամ նաև կվճարեք ինչ-որ մի բան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մարտի 9-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը ճանապարհ եք գնալու, նաև կարող եք քնից ավելի ուշ արտանալ կամ հակառակը ավելի շուտ պետք է արտանաք, հրավերք ոչ առիթի կամ դուք կհրավիրեք մարդկանց, գործերը կմնան այդ օր ամեն ինչ չեք հասցնում ավարտին, կարող եք նաև օրվա ընթացքում ինչ-որ մեկի հետ վիճել, նաև դա տուն մաքրել է, երկուսն էլ հնարավոր է, որովհետեւ իրադարձություններ ունեք ձեր կյանքում, որը ամեն ամիս կատարվում է, այդ ամիս եւս կկատարվի, նաև դա կարող է լինել նոր սկսվող, այդպես ամեն ամսվա ինչ-որ մի իրավիճակ, նաև դա կարող է լինել ավարտ։ Եվ այդ օր ունեք գործնական հանդիպում կամ գործնական շփում ինչ-որ մեկի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին մարտի 9-ին։
Հարգելի առուսներ, այդ օրը օձեր կան, բամբասանք, չար վերաբերմունք, նախանձ, նաև սուտ կա այդ օրը, սուտը կբացահայտվի, այստեղ գաղտնիք է բացահայտվում, և եթե ինչ-որ ցավ է, ապա ցավը կարող է հաղթահարել, յուրաքանչյուր ցավ այդ օրը կկարողանաք հաղթահարել, ինչ էլ որ լինի, նաև ինչ-որ մի բան էլ ձեզ կերջանկացնի այդ օրը, մյուս կողմից, դրա համար կարող է մնացած պստիկ բաներին ուշադրություն չդարձնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին մարտի 9-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, նաև ճանապարհ եք գնալու, կամ ձեզ մոտ են գալու, հանդիպում ունեք ոչ մարդու հետ եւ գումար եք ստանալու։ Լավ պահեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին մարտի 9-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը հեռախոսազանգ ունեք, նաև թաքուն սիրավեպ, օձեր կան, նախանձ, չար մարդիկ, նաև թաքուն գործողություններ ունեք այդ օրը, տհաճ պահեր կան, որ ինչ-որ գործեր կարող եք, ինչ-որ հնարավորություն ձեր ձեռքից բաց թողնել, եւ ոմանց սերկ խոստովանեն, դուք սերկ խոստովանեք, շատ սերկ կստանաք, հարազատների շրջապատում կլինեք, համար միգուցե օձերը սկսում են նախանձել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։
Ինչ է սպասվում կարիճներին մարտի 9-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը այստեղ ինչ-որ մի բան կարող տալ, մեկին հեռանալ դրանից, հանել ձեր կյանքից դա, կամ ինչ-որ մեկին, կամ գիտեք, ինչ-որ մեկը կարող գնում է հեռու տեղ, եւ դուք նվեր եք տալիս իրեն եւ իրարից հեռանում եք, հա, ինչ-որ ժամանակ։ Եվ բացի դա էլ դա կարող է լինել, եթե ինչ-որ բան են ձեզ այնց պատվիրել, դուք տալիս եք պատվերը, իրենք դա հավանում են, նաեւ ձեզ նվեր են տալիս, գումարի տեսքով, հավելյալ վճարում են ձեզ։ Սպասման մեջ եք լինելու ինչ-որ մեկին, ինչ-որ մարդկանց, նաեւ ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ամիս, այդ օրն էլ եւս կկատարվի, նաեւ նոր է սկսվում, այդպես ամեն ամսվա ցիկլ, բացի դա էլ դա կարող է լինել ավարտ այդ ցիկլի։ Դա տանվում է 28 թեթևականում, ընտրության առջև կկանգնեք, հույսով կլցվեք, հույսն այդ կդնեք ինչ-որ մեկի վրա, եւ նաեւ օցեր կան, բամբասանք, չար լեզուներ, չար մարդիկ, այդպես նախանձ։ Այսքանը ձեզ համար, այստեղ է ինչ-որ հետաքրքիր, նվեր, հեռացում եւ հաջողություն եւ հաղթանակ։ Դուք պետք է այդքանը, հա, ինչ-որ կամ մեկի մոտ մի բան կարող է լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մարտի 9-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք ունենան, շատ գործեր, հանդիպում պետական աշխատողի հետ, հարցազրույց, նաեւ բիզնես առաջ կտանեք, հաջողություն ունեք ձեր գործերում, յուրաքանչյուր բան ինչ որ կանեք այդ օրը։ Նաեւ որոշ հնարավորություն ձեր ձեռքից այդ օրը բաց կթողնեք։ Նորություն կլսեք, հանդիպում եւ շփում ձեր ընկերոջ հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրների։
Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մարտի 9-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը հույսով լցված եք, հույս նետել եք ինչ-որ մեկի վրա, ինչ-որ բանի վրա, ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք կգնան հարցազրույցի, բիզնեսը առաջ կտակ, շատ գործեր կունենաք, պատվերներ կունենաք, նաև հանդիպում պետական աշխատողի հետ։ Այդ օրը նաև ինչ-որ գործեր էլ կմնան, չեք հասցնում ամբողջությամբ այն ավարտել։ Գումար կծախսեք կամ արժեքի մասին կխոսեք կամ գումարի մասին կխոսեք ինչ-որ մեկի հետ։ Եվ նաև այստեղ ոչ իրադարձություն է ձեզ հետ կատարվում, որը յուրաքանչյուր ամիս է լինում, դա կկատարվի, նաև կարող է նոր է սկսվում, յուրաքանչյուր ամիս ինչ-որ մի բան լինել ձեզ մոտ եւ դա կարող է նաև ավարտվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին մարտի 9-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, նաև կարող եք ուղղակի գնալ նման կենտրոն, բժշկական կենտրոն։ Նորություն կլսեք այդ օրը, կամ շուտ եք արթնանալու կամ ուշ, նաև ինտիմ հարաբերությունները դա ձեր ցանկությունները կիրականանան, ոմանց իրոք խոստովանություն կանեն կամ դուք կանաք, ձեզ սիրված կզգաք ինչ-որ մի բանի համար, նաև ձեր հարազատների շրջապատում կլինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մարտի 9-ին։
Հարգելի ձկներ, այդ օրը նորություն կլսեք, նաև ոչ հնարավորություն ձեր ձեռքից բաց կթողնեք, նաև ունեք գործնական հանդիպում կամ խոսակցություն ինչ-որ մեկի հետ, այստեղ կարող է հարցազրույց է, ոմանք ընդունվեն աշխատանքի, շատ աշխատանք կունենան, գուցե խոսակցությունը հաճախորդի հետ է, պատվերներ կունենաք, նաև հանդիպում պետական աշխատողի հետ և եթե բիզնես ունեք, բիզնեսը առաջ կտանեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։